Պարոն Մամիջանյան, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող այս զարգացումները դուք ինչպես եք մեկնաբանում։ Այդտեղ մեկնաբանելու որևէ բան չկա, նախ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հանրայնացվել է գործադիր մարմնի հայտարարությամբ, նաև մեր կուսակցության պատգամավորները, գործադիր անդամները եւ համակիրները ներկայ էին տեղի ունեցող գործընթացներին, այստեղ որևէ մեկնաբանելու բան չկա, ես մի պարզ համեմատությունով կարող եմ մեկնաբանել։ Մի երկու շաբաթ առաջ մի էակ հանդգնել էր գնալ հարձակվելու հայ առաքելական եկեղեցու վանքի վրա, փորձելով թիրախավորել վանականին, ամենագրեհիկ պահվածքով, ուղիղ եթերում, դրա համար իրեն ոչինչ չեղավ, իսկ հայտնի բարերար Սամվել Կարապետյանի ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հայտարարության համար ինքը ապօրինաբար կալանավորվել է 2 ամսով։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի մասին։ Հիմա հարց առաջանում, պարոն Կարապետյանի մասնակցությունը, որ ասում է մենք մեր ձևերով կմասնակցենք, նախ իշխանությունն էլ ասում, իրանք ովքեր են եւ որն է այդ մասնակցության ձևը։ Ձեզ համար հայտնի է դա, պարոն Մամիջանյան։ Անկախ նրանից դա իմ համար հայտնի է թե հայտնի չէ, կարող եմ արձանագրել 2 բան։ Մեկ, այն հոդվածը, որը հորինում են, կարում են պարոն Կարապետյանի, որևէ կապ չի կարող ունենալ այդ հայտարարության հետ, իսկ ավելի շատ մանրամասները կարծում եմ Կարապետյանի ընտանիքը ինքը կհայտարարի։ Բայց ձեզ մոտ հարց առաջացել է իր մասնակցության ձևը, որը կարող է լինել, քանի որ շեշտում է, եթե քաղաքական գործիչները չկարողանան, այսինքն քաղաքական մասնակցություն չէ, ինչ մասնակցություն դա կարող է լինել։ Ոչ, իմ մոտ հարց չի առաջացել եւ ես ձեր տարած ուղղությամբ չեմ ընկալել այդ նախադասությունը։ Սա անկեղծ իմ տարածողությունը չէ, իշխանություններն օրինակ տարածողությունը նկատի ունեմ ձեր մտածողությունը, որով գնաց նախադասությունից հետո ես այդ ուղղությամբ չեմ գնացել։ Իշխանություն ներկայացուցիչները առանձին օրինակ միջև անգամ ակնարկում են զենքի, հա, այսպես գործադրում ասում են դա Իշխանության ներկայացուցիչները 2 տարի անազատության մեջ են պահում բացարձակ ապօրինաբար մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իշխանության ներկայացուցիչները 3 հրահանգ տվեցին, ընդ որում արդեն ուղիղ Facebook-ով 2 ամսով կալանավորել մի մարդու, ով հայտարարություն էր կատարել պաշտպանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ու ես այսպես շատ երկար կարող եմ շարունակել այն ապօրինության դեպքերը, Facebook-յան գրառման համար հրավիրել քաղմաս, ակցիաների համար եւ այլն, այսինքն իշխանության ներկայացուցիչների ասած այս պարագայում բացարձակ հիմք չի։ Պարոն Մամիջանյան, մտահոգում է ձեզ գործարարի նշած մասնակցության մասին, հա, ակնարկը թե ոչ, եթե դա քաղաքական չէ։ Ես նորից եմ ասում, որ ես չեմ կիսում ձեր կարծիքը բացարձակ, որ որևէ բացի լավից որևէ բան կարելի է տեսնել այդ հայտարարության մեջ, չի մտահոգում։ Օրինակ լավ ինչ։ Ցանկացած հայորդի, ցանկացած հայ, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով չի տրվի իշխանություն կոչեցյալների տարածած վախի մթնոլորտին եւ կպայքարի մեր արժեքների, մեր եկեղեցու, մեր պատմության, մեր ապագայի համար, բացի գովեստից որևէ այլ բան արժանանալ իմ կարծիքով չի կարող։ Դուք կփորձեք հասկանալ այդ մասնակցության ձևաչափը։ Ես արդեն ասել եմ, որ իմ համար հարց այդտեղ չկա։ Ես ասացի, որ մանրամասները Կարապետյանների ընտանիքը ինքը կա այդ։ Եվ օրինակ պարոն Կարապետյանը հիմա որ եկեղեցու մասին է խոսում, այ պաշտպանություն հանդես է գալիս, ձեզ մոտ հարց առաջանում կամ ընդհանրապես ինչու՞ն չէր խոսում գերիների մասին, լավ հարաբերություններ ունենալու։ Որ դուք սխալ եք տեղեկացված, որովհետև առնվազն հրապարակային մի քանի հայտարարություն ես հիշում տարբեր մեր երկրի համար օրասական պահերին, թե որպես անհաց, թե որպես կառույց, թե որպես կազմակերպություն, իսկ անտեսանելի տարվող աշխատանքի հետ կապված ես չէ որ պիտի ասեմ, կարծում եմ իրենք եթե հարմար գտնեն կհայտնեն թե չերևացող ոչ հրապարակային ինչ աշխատանքներ են տարվել, բայց ձեր հարցապնդումը սխալ է, ինքը բազմիցս հայտարարություններ է տարածել, այդ թվում նաև գերիների, եթե չեմ սխալվում, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի բոլոր կերևարված եւ ապօրինաբար Բաքվում պահվող մեր հայրենակիցների եղբայրների մասին, ուստի ոչ դա այդպես չէ, ինքը դրա մասին խոսել է։ Ներքին ինչ աշխատանքներ է տարել, կարող եք մանրամասնել։ Եվս 6 անգամ եթե ուրիշ ձևակերպամբ հարցնեք, ես չեմ խոսի Կարապետյանների ընտանիքի փոխարեն։
Չէ, գերիների հետ կապված որ ասացիք չերևացող։ Դա նույնպես նույն դեպքն է, իրենք պիտի կխոսեն իրենց կատարած աշխատանքի համար, մանավանդ չերևացող, իրենք պիտի հարմար գտնեն դա հանրայնացնել կամ չէ։ Բայց դուք հստակ տեղեկություններ ունեք, որ արվել է։ Ես արդեն իսկ ասացի, որ դրա մասին չեմ խոսի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։